Նմանվել Քրիստոսին, որովհետև մեր Տերը երբ որ եկավ, ասեց սովորեք ինձնից։ Սա կոչվում է հոգևոր ճանապարհ, սա կոչվում է հոգևոր կյանք։ Հավատանք թե չհավատանք, ընդունենք թե չընդունենք, մենք ունենք հոգի, մենք չենք մեզ ստեղծել, որ պայմաններ թելադրենք, Աստված է ստեղծել մարդուն։ Երբ որ ասում են, դե մենք եկեղեցի չենք գալի, դա հավատացյալների համար է այդ ամեն ինչը։ Ով էր Սողոսը, փարիսեցի, որը որ հետևում էր օրենքի տառին եւ կետին, չոր ցամաք։ Փարիսեցի էր Սողոսը, քրիստոնյան այն մարդն է, որ ոչ թե պահք է պահում, այլ պահք է պահում, որպեսզի վերագտնի Աստծուն։ Քրիստոնեությունը սրբերի համար չէ, քրիստոնեությունը սրբացման կրոն է։ Հոգևոր մարդը նա է, որ ամեն վայրկյան եւ ամեն ինչում Աստծուն է դնում իր առաջնայինը։ Մեր Տերն ասում է, իմ խաղաղությունն եմ տալի ձեզ, որ ոչ ոք չի կարող ձեզնից խլել իմ խաղաղությունը։ Բարև ձեզ։ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում այսօր խոսելու ենք հոգևոր կյանքի մասին։ Մեր տաղավարում է Տեր Հուսիկ Քահանա Դոխոլյանը։ Տեր հայր, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Շնորհակալություն հյուրընկալելու համար։ Տեր հայր, ինչ է նշանակում ապրել հոգևոր կյանքով։ Ապրել հոգևոր կյանքով մեկ բառով եթե փորձենք ձևակերպել, նմանվել Քրիստոսին, որովհետև մեր Տերը երբ որ եկավ, ասեց սովորեք ինձնից։ Եվ նաև պետք է հասկանանք մի պարզ բան, Ադամը մեղանչելով կորցրեց այն լույսը, այն սրբությունը, այն մաքրությունը, որը որ ուներ դրախտում, ինչու՞ չէ նաև Աստծո պատկերով ստեղծված, որոշ հատկանիշներ, սրբությունը եւ մաքրությունը, եւ Քրիստոս, ինչպես ավետարանում ասում է, եղավ մեզ համար Աստծո պատկերը, Աստծո ներկայությունը մարդկանց մեջ եւ նմանվելով Քրիստոսին նշանակում է ձեռք բերել, կամ գնալ այն ճանապարհով, որը որ կորցրած պատկերի վերականգնումն է, կամ փրկության պատկերի վերականգնում է։ Սա կոչվում է հոգևոր ճանապարհ, սա կոչվում է հոգևոր կյանք, որը որ պետք է ապրենք։ Տեր հայր, իսկ մի քիչ կբացեք փակագծերը, ինչ է նշանակում նմանվել Քրիստոսին, ինչ է նշանակում այդ ճանապարհով գնալ։ Նմանվել Քրիստոսին, այսինքն մեր կյանքի բոլոր պարզ կենցաղային դրվագներում, կենցաղային իրավիճակներում փորձենք մեր Տիրոջ խոսքերը, պատվիրանները կյանքի կոչել, եւ ինչպես մեր Տերն է ասում ամենակարևոր խոսքը, նմանվեք ինձ, որովհետեւ հեզ եմ եւ սրտով խոնարհ։ Այսինքն մարդը ունենալով բոլոր առավելությունները, Աստծո նմանությունը, այնուամենայնիվ իր այս առավելությունների մեջ խոնարհ լինելն է։ Եվ ինչպես ասեցի, ինչպես Հովհաննես Սինայեցին է ասում, լինել քրիստոնյան, նմանվել Քրիստոսին, նշանակում է հնարավորինս մարդկային տկար հնարավորությունների սահմանում խոսքով, գործով եւ կյանքով նմանվել Քրիստոսին, որը որ մենք կարդում ենք ավետարանի մեջ։ Սա նշանակում է, որ մենք խորքային ըմբռնում պիտի ունենանք ավետարանին, խորքային հասկանանք մեր կյանքը եւ ավետարանը մեր կյանքում ապրեցնելու արվեստը։ Նմանվել Քրիստոսին նշանակում է ոչ միայն կարդալ ավետարանը, այլ ապրել ավետարանը։ Տեր հայր, ես առաջարկում եմ մի փոքր սխալ ընկալումների մասին խոսենք։ Առհասարակ մարդիկ երբ ասում են հոգևոր կյանքով ապրել, երբեմն շատ տարբեր պատկերացումներ են ունենում։ Օրինակ մարդը, որ ամեն օր գնում է եկեղեցի, դա նշանակում է հոգևոր կյանքով ապրել։ Նախ, եթե մենք ուզում ենք սխալ պատկերացումների մասին խոսանք, մի քիչ ավելի, այսպես ասենք, ընդգրկուն մասավերցնենք ամբողջ մարդկությունը։ Մարդը ոչ մի տեղ չի կարող փախնել, ինքը ունի արարիչ, Աստված ստեղծեց մարդուն եւ որպես Տեր Աստված ստեղծեց մարդուն եւ մարդը Տիրոջ կարիք ունի։ Այդ Տերը կամ Աստված է, կամ այդ Տերը իր ցանկություններն են, կամ չարը, որը որ ցանկության խարազանով մարդուն ուղղորդում է, այսպես ասենք, եւ ամբողջ մարդկությունը ունի հոգի։ Ընդունենք թե չընդունենք, մարդը երբեմն ասում է, դե գնացեք ձեր հոգևոր կյանքը թող ձեզ լինի, ես չեմ հավատում, թողեք հանգիստ ապրեմ։ Հավատանք թե չհավատանք, ընդունենք թե չընդունենք,
Մենք ունենք հոգի, մենք չենք մեզ ստեղծել, որ պայմաններ թելադրենք, Աստված է ստեղծել մարդուն։ Հոգևոր կյանքը յուրաքանչյուր մարդու ապրելիք ճանապարհն է։ Մեր չհավատալը մեզ չի ազատում պատասխանատվությունից եւ հավիտենական կյանքում որոշ իրավիճակներից։ Սա առհասարակ բոլորի համար։ Այն մարդկանց, ովքեր ապրել են, ովքեր ապրում են եւ կապրեն, հոգեվոր կյանքը յուրաքանչյուրինն է։ Երբեմն մենք ինչու եմ ասում, որովհետեւ թյուր ընկալում կա, երբ որ ասում են, դե մենք եկեղեցի չենք գալի, դա հավատացյալների համար է այդ ամեն ինչը, կամ դե դուք հոգեվորական եք, դուք պիտի այդպես ապրեք, կներեք, հոգեվորականն է սովորական պարզ մարդ է, մարմնից, հոգուց, մսից եւ ոսկորից կազմված, եւ հոգեվորականի համար էլ նույն եւ աշխարհիկ մարդու համար էլ նույն ստանդարտներն են հոգեվոր կյանքով, ինչ որ բոլորի համար։ Այսինքն հոգեվոր կյանքը ոչ միայն հոգեվորականի, ոչ միայն եկեղեցի եկող հավատացյալի, այլ չեկող եւ այդ իր չգալով փորձ պատասխանատվությունից խուսափող մարդու համար է, ոչ ոք չպիտի խուսափի։ Սա մի կողմից ամբողջ մարդկության համար ասեմ։ Իսկ արդեն հավատացյալ մարդու վերաբերյալ հոգևոր կյանքի թյուր ըմբռնում, հա։ Իսկ եթե խոսում ենք հավատացյալ արդեն եկեղեցի եկող, հա, մարդու մասին, Սողոսի օրինակը մեզ համար շատ ուսուցողական է։ Ինչու՞։ Ով էր Սողոսը, փարիսեցի, որը որ հետևում էր օրենքի տառին եւ կետին, չոր ցամաք։ Փարիսեցի էր Սողոսը։ Եվ հետագայում Սողոսը, գիտենք արդեն Աստծո հայտնությամբ, դարձավ Պողոս առաքյալ, որը որ մեծ իր ներդրումն ունեցավ քրիստոնեական կյանքի մեջ։ Ուրեմն եթե ինքը մնար տառին, այսինքն տառակեր, հա, այսպես ասենք, ամեն մի տառին եւ ամեն մի նշանախեցին, ասենց հետևող մարդ եւ հոգի չունենար իր հոգեվոր կյանքի մեջ, ինքը կմնար Սողոս։ Նույնն էլ հավատացյալ ամեն մի եկեղեցի եկող հավատացյալ մարդ։ Եթե մենք գալիս ենք ուղակի պահելով օրենքը, որպեսզի մի դրական նշան դնենք մեր հոգևոր կյանքի գրաֆիկի մեջ, մենք կմնանք այդ տառա ճանաչ, տառին ծառայող հավատացյալը, բայց սա չէ հոգևոր կյանքը եւ սա չէ քրիստոնյայի նպատակը։ Օրինակներով եթե խոսանք, պահքը եթե պահենք զուտ նրա համար, որովհետև սեզոնը եկել է պահքի եւ պահք պիտի պահենք, կամ պիտի նիհարենք։ Հա, կամ պիտի նիհարենք եւ պահքը անցավ, հիմա ուտիքի շրջան է, հետո սրբերի տոնն է եւ այլն, եւ մենք ուղղակի այս գումարները դնելով, ասենք մենք հոգեվոր մարդ ենք, դա այդպես չի, որովհետեւ պահքը, սրբերի տոնը նրանց օրինակով, ուտիքի շրջանը, սուրբ հաղորդությունը եւ մնացած կոչված են մեզ տանելու դեպի սրբության, ինչպես սկզբից ասեցինք, կոչված է, որպեսզի ծառայեն մեզ, որպեսզի մենք վերագտնենք այն պատկերը կամ այդ պատկերը վերագտնելու ճանապարհի մեջ հաստատ մնանք։ Քրիստոնյան այն մարդն է, որ ոչ թե պահք է պահում, այլ պահք է պահում, որպեսզի վերագտնի Աստծուն։ Պահք է պահում, որպեսզի ել ավելի մոտենա Աստծուն կենթանի կերպով։ Եվ վերջի պահք է պահում, որպեսզի ազատագրվի ուտելիքի ցանկության հաճույքից։ Ոչ միայն պահքը, քրիստոնյան աղոթք է անում, որ ոչ թե որ դե ամեն ինչի մեջ Աստծուն դնենք, ասել են, որ առավոտ աշկերտ բացես, մի հատ փառք տաս Աստծուն, փառք եմ տալի, ոչ, որովհետև ամեն ինչից առաջ Աստված է, եւ երբ որ ես աշկերտս բացում եմ, ոչ թե հեռախոսի մեջ լուրերն եմ նայում, այլ քանի որ ամեն ինչից առաջ Աստված է, աշկերտս բացում եմ եւ Աստծուն աղոթում եմ։ Ես աղոթքի մեջ Աստծուն եմ փնտրում եւ աղոթքի մեջ փնտրում եմ երկխոսությունը Աստծո հետ եւ հոգիների միացությունը, միավորումը, Աստծո հետ հոգու միավորումը։ Սա քրիստոնյա կյանքն է, այսինքն միով բանիվ, եթե մեր հոգևոր կյանքը պետք է լինի օրենքների շղթավորը, որ մենք ուղակի կատարում ենք, մենք ոչինչով ավել չենք լինում փարիսեցիությունից։ Հոգևոր կյանքը խորքային է, խորքային ըմբռնումով եւ ճանապարհ է, ամեն օր յուրովի ճանապարհ է, որը որ տարբեր է մյուս օրվանից։ Այսօր աշուն է, չէ՞։ 3 տարվա աշնանը ինքը նման չի։
Երեկվա աշնան օրվան էլ ինքը նման չի, վաղվա օրվան է նման չի պտին եւ այս օրը որ գնաց մենք երբեք ձեռք չենք բերի։ Տենց է քրիստոնեական կյանքի յուրաքանչյուր օր, որ գնաց երբեք այն չի կրկնվի։ Ինչքան ուզում է արտաքինից մեր ժամերգությունները, մեր պատարակները միօրինակ եւ իրար նման լինեն, իրանք երբեք իրար նման չեն։ Տերեր, մի նման արդարացում էլ կա, որ ասում են դե մենք սուրբ չենք, մենք հոգևոր կյանքով չենք կարող ապրել, արդյոք հոգևոր կյանքով ապրելու համար պարտադիր պետք է սուրբ լինեն, թե մենք հասարակ քաղաքացիներ։ Մի այդպես տգետ մտածելակերպ կա, որ սուրբ են փնտրում։ Այս մարդիկ երևի ավետարանը չեն կարդացել։ Ավետարանում, եթե առաքյալն ասում է մարդը չի կարող իր կյանքը մեկ օր ապրի եւ մեղք չգործի, էլ որտե ենք սուրբ փնտրում։ Երբ որ ավետարանի մեջ գրված է եւ ավետարանը մեզ ուսուցում է, որ մենք մեղավոր ենք եւ պետք է ապաշխարենք բոլորս, էլ մարդկանց մեջ ո՞նց կարող մենք սուրբը գտնենք։ Քրիստոնեությունը սրբերի համար չէ, քրիստոնեությունը սրբացման կրոն է, որ պետք է ցկտենք սուրբ դառնանք։ Իսկ եթե մարդը սուրբ է, ուրեմն իրան այլևս քրիստոնեություն պետք չի, իրան հաղորդություն է պետք չի։ Իրան աղոթք է պետք չի, ինքը արդեն Աստծո հետ ուղղակի կապի մեջ է, որը անհնար է։ Այսինքն այս կեղծ օրակարգը, հա, որ սուրբեր ենք փնտրում, սա կեղծ օրակարգ է եւ հակասում է քրիստոնեության ոգուն, ասեմ ձեզ։ Մենք երբ որ պատարակից առաջ, հա, մեղաների ժամանակ ասում ենք, քանի որ անթիվ են իմ հանցանքները, անբուժելի են իմ ցավերը, անթվելի են իմ մեղքերը, նորից գալիս ենք այն կետին, եթե մենք սա ուղակի շուրթերով ենք ասում, մենք մնում ենք այն մարդը, որը որ կանք։ Իսկ եթե մենք ուղակի հավատալով ենք ասում, ուրեմն այս խոսքը ասում է եւ իմ կողքի կանգնածը, եւ իմ արջևի կանգնածը, եւ իմ ետևի կանգնածը, այլաբանորեն աջ կողմի եւ ձախ կողմի կանգնածները, այս խոսքը մենք բոլորս ենք ասում եւ այս խոսքով մենք բոլորս իրար նմանվում ենք։ Ուրեմն չենք կարող մեկս մյուսին դատենք ուրեմն եւ նաեւ սրբեր չփնտրենք քրիստոնեություն սրբացման ճանապարհին, իսկ որ պիտի սուրբ լինենք, սրա կոչը ունենք Աստվածաշնչից, ասում է սուրբը եղեք, ինչպես որ ձեր երկնային հայրն է սուրբ։ Այ քրիստոնեությունը եւ Աստծո նմանությունը այս ճանապարհն է։ Ոչ թե սուրբ ենք, այլ սրբության ճանապարհի ճանապարհորդներ։ Եվ ուրեմն Տեր ով է հոգևոր մարդը, այս ամենը ամփոփելով եթե ասենք։ Սիրիր քո Տեր Աստծուն քո ամբողջ սրտով, քո ամբողջ էությամբ եւ քո ամբողջ զորությամբ։ Հոգևոր մարդը նա է, ով ամբողջությամբ նվիրված է Աստծուն ամբողջությամբ եւ իր համար առաջնայինը Աստված է։ Սիրիր քո ընկերոջը եւ ինչպես քո անձը եւ մնացած սերերը այս սիրո մեջ են, Աստծուն սիրելու սիրո մեջ են։ Ով է հոգևոր անձը եւ ինչպես է դրսեւորվում այս սերը։ Այս սերը դրսեւորվում է Աբրահամի արարքի մեջ, որ այնքան սիրեց իր Աստծուն եւ ամեն ինչից առաջ Աստծուն դրեց, որ պատրաստ էր իր միածին որդուն զոհաբերել, հա, իր զավակին։ Այս սերը մենք տեսնում ենք Մարիամի եւ Մարթայի օրինակով, երբ որ Քրիստոս եկել էր հյուր եւ Մարիամը նստել էր Քրիստոսի ոտքերի առաջ, իսկ Մարթան առօրյական հոգսերով էր հոգում եւ Քրիստոս ասեց, որ Մարիամն ավելի լավ բաժին է ընտրել Քրիստոսին իրան լսելը, այն որ իրենից ոչ ոք չի վերցնի, իսկ առօրյա հոգսերը կան։ Այսինքն հոգևոր մարդը նա է, որ ամեն վարքյան եւ ամեն ինչում Աստծուն է դնում իր առաջնայինը եւ սրանով է, որ հոգևոր մարդը ունենում է թեկուզ եւ հաջողություն իր կյանքի մեջ, առօրյական կյանքի մեջ, օրինակով խոսակ, երբ որ Գողիաթը դուրս էր եկել Իսրայելի բանակի դեմ եւ ասում էր ես եմ եկել եմ կհաղթեմ ձեզ, ով կարող եմ դեմ կանգնի, ոչ ոք Իսրայելի բանակից, նույնիսկ Սավուղ թագավորը, որը որ ինքն էլ հաղթանդամ մարդ էր ամբողջ իսրայելացիների մեջ, չէր կարողանում կանգնել Գողիաթի առջև, որովհետև իրենք նախ եւ առաջ իրենց անձն էին առաջ դնում։ Եվ եկավ երիտասարդ Դավիթը,
որը ոչ թե ինքը գնաց Գողիաթի դեմ պատերազմելու, ասավ, որ իմ Տերը, երկնքի եւ երկրի ստեղծող Աստվածը քո դեմ պիտի պատերազմի, Աստծուն դրեց առաջինը, ինքը պատերազմի դուրս եկավ Աստծո հետ թշնամու դեմ, ոչ թե ինքը դուրս եկավ, Աստված Աստծուն կանչեց, որ արչևից գնա եւ պատերազմի իր փոխարեն, եւ տեսնում ենք, որ Գողիաթին հաղթեց։ Նույնը նաեւ մեր կյանքի յուրաքանչյուր կետում առօրյական հարցերում հոգևոր մարդը նորից պիտի կրկնեմ, նա է, ով Աստծուն առաջնային է դնում եւ Աստծով լուծում է իր կյանքի բոլոր խնդիրները։ Տեր, ձեր խոսքից ճիշտ եմ հասկանում, որ հոգևոր կյանքը բոլորին է պետք, չկա մեկը, որ Եթե մարդ կա, որ ինքը արդեն այնքան անսիրտ է, որ ասում են ասիրտ մարդ է, կամ այնքան հոգին կարծրացած է, որ ասում են այս մարդուն նայ անհոգի մարդ է, այս մարդն էլ հնարավորություն ունի հոգևոր կյանք ապրել, բայց չեմ կարծում այդ մարդկանց, չգիտեմ, բայց ունենք հոգի, ունենք մարմին, մարմինը հող է հողից, հոգին հավիտենական է, եւ ինչքան որ տարբերվում է հավիտենականությունը, հա, ակնթարթից, որովհետեւ մեր կյանքը ակնթարթ է, այդքան է արժևոր է հոգևոր կյանքը մարմնավոր կյանքից, ուրեմն եւ միչեւ մենք չլուծենք մեր հոգևոր կյանքի խնդիրները յուրաքանչյուրս մեր աշխարհիկ նյութական կյանքում հաջողություններ չսպասենք։ Այսինքն ինչ է տալիս այդ հոգևոր կյանքը, որ մեզ օգնում է։ Հոգևոր կյանքը մարդուն տալիս է, ինչպես ասեցինք, ձգտում է այն կորցրած աստվածնմանությանը, սրբություն, մաքրություն, հա։ Հոգևոր կյանքը տալիս է մարդուն այս սրբության, մաքրության ճանապարհին լինել եւ Աստծուն փնտրելով իր ամեն մի պատասխանատվության մեջ լինել արդարացի, այսպես ասենք, լինել մաքուր, լինել ազնիվ։ Երբ որ մենք ասում ենք մաքրություն, սրբություն, ազնվություն եւ այլ, սա հոգեվոր կետեր են։ Եվ գնալով այս ճանապարհով մարդը նաեւ լինում է սիրված իր հասարակության, իր ընտանիքի, իր հասարակության կողմ։ Ունենում է հաջողություն իր ընտանիքում, իր հասարակությունում, սա տալիս է հոգևոր կյանքը, որի օրինակը մենք ունենք, ասենք Հովսեփի պատմությունը, որը որ Աստծուն հավատարիմ մարդ էր եւ չնայած եղբայրները վաճառեցին ստրկության գնաց, բան էլ ընկավ ամեն ինչ, բայց որտեղ էլ որ եղավ իր տիրոջ կամ այսպես ասենք իր գործատուի կողմից գնահատված մարդ եղավ, չնայած որ շատերն էին ուզում որպեսի պաշտոնանկ անեին այս մարդուն, բայց վերջի վերջո դարձավ փարավոնի երկրորդ մարդը, փարավոնի կողմից երկրորդ մարդը։ Ասածս այն է, որ երբ որ ասում ենք հոգևոր մարդ, նաև մենք նկատի ունենք ուժեղ բնավորությամբ մարդ, նայենք բոլոր սրբերին, բոլոր վանահայրերին, սուրբ, որոնք որ մեզ պատմությունը ցույց է տալի, սրբերի վարքը ցույց է տալի, մենք տեսնում ենք, թե իրենք ինչքան սկզբունքային, ուժեղ բնավորություն ունեցող եւ աներկյուղ մարդիկ էին։ Սա հոգևորն է տվել իրենց, որովհետև այս աշխարհի համար չեն պայքարում, այլ հավիտենական կյանքի համար են պայքարում, հաղթել են արդեն մահվանը եւ մահվան սարսափներին։ Եվ այս ուժեղ բնավորության մարդը, որը որ վերականգնում է, չէ, Ադամը ստեղծվեց որպես տիրություն անի ամբողջ արարչագործությանը։ Ինչքան մենք գնում ենք սրբության, ինչքան մոտենում ենք Աստծուն, այնքան վերականգնում ենք արարչագործության վրա մեր Տեր կարգված լինելու պաշտոն, այսպես ասենք, հա։ Եվ բնականաբար այս ամենով է լինում է այն գեղեցիկ կյանքը, որը որ ամեն մի քրիստոնյայի արժև Աստված պատրաստած կա։ Այս կյանքով ապրելու համար ինչից սկսենք։ Աստծուն նմանվելուց։ Ինչից սկսենք, ամեն մեկս մեզնից։ Մեր հոգու մեջ, տեսեք, քրիստոնյան խորքային գիտակցություն ունեցող անհատ է, խորքային։ Եվ պետք է մենք այդ խորքայինը փորձենք գտնենք։ Ինչից սկսենք, ամեն ինչի մեջ խորասուզվելով։ Տեսեք, ինչու եմ ասում։ Փարիսեցին եւ Մաքսավորը։
Գնացին եկեղեցի տաճար աղոթելու։ Փարիսեցին մակերեսային էր։ Էս եմ անում, եթե մեկը 10-րդ հատալի ես էլ եմ տալիս, եթե մեկը աղոթում, ես էլ եմ աղոթում, մակերեսային էր փարիսեցու աղոթքը եւ Աստծո կողմից հանդիմանվեց։ Իսկ Մաքսավորը խորքային իր անձն էր նկատում, ինքը ամբողջությամբ իր հոգու եւ սրտի խորքի միջից Աստծուն ասում էր. Տեր Աստված մեղքերս քավիր։ Այսինքն ինչից սկսենք, ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտ է։ Նախ խորքային այս գիտակցությունը ունենանք մեր հոգու մեջ եւ Սաղմոսերգուի նման, որ ասում է խորքերից պիտի Աստծուն կանչեմ, սրտի խորքերից պիտի Աստծուն կանչեմ։ Խորքային աղոթք, խորքային ապաշխարություն, ինչպես մեր քույր եկեղեցու հոգևորականներից մեկն ասում է, եթե ապաշխարությունը խորքային է, ապա ունենում է պտուղներ։ Իսկ եթե մենք զղջում ենք, ապաշխարում ենք, բայց մեր մեղքի այդ գիտակցում այդ խորքային ապաշխարություն չունենք, մենք նորից ընկնում ենք նույն մեղքի մեջ։ Մենք կարդում ենք ավետարան, մենք լսում ենք սրբերին, խորքային ըմբռնումը մեր ամեն ինչին։ Ուրեմն նաև այստեղ ինչից սկսենք ամեն ինչին խորքային վերլուծություն տալու։ Ինչից սկսենք մեր Տիրոջ խոսքի համաձայն. ուրացիր անձը վերցրու խաչդ եւ արի իմ ետևից։ Աստծու արչև կանգնելով մեր անձը ուրանալ կարողանանք։ Եթե չենք ուրանում մեր անձը, մեր պատվիրաններն ենք կատարում։ Ինքներս մեր անձի պատվիրաններն ենք կատարում ցանկություններին ծառայելով։ Բայց ուրանալով մեր անձը, սա չի նշանակում, որ ինչ որ անկյալ վիճակի մեջ պետք է ընկնենք, էլի։ Մենք Աստծու պատվիրանները կատարելու ճանապարհի մեջ ենք մտնում։ Եվ ինչից սկսենք խաչակրություն, ոչ թե խաչակրությունից, այլ խաչակրության սիրուց։ Սիրելով։ Տեսեք, նորից ասում ենք խորքային, չէ՞։ Ասեցինք, ուրացիր անձդ վերցրու խաչ տարի իմ ետևից։ Կամ ամեն օր մենք աղոթք ենք անում, Հայր մեր, որ երկնքում ես, եւ այլն, Հայր մերը ամբողջությամբ յուրաքանչյուր բառի խորքային ըմբռնումից։ Թող քո կամքը լինի ինչպես երկնքում, այդպես է երկրի վրա։ Ինչպես է Աստծո կամքը երկնքում։ Այսինքն հնազանդությունը։ Հրեշտակներն ամեն օր Աստծուն փառաբանում են, այդ ձևը փառաբանում են հրեշտակները։ Քրիստոնյաներն էլ այս կյանքի հրեշտակներն են։ Ուրեմն մենք է պիտի այս կյանքում մենք փառաբանենք Աստծուն։ Մեր գործերով Աստծուն փառաբանեն մնացած մարդիկ, ովքեր մեզ տենում են, ոչ թե մեզ տենալով ասելով, չէ, այսպեսի Աստված ես չեմ ուզում։ Այս խորքային ըմբռնումն է։ Պողոս Առաքյալն ասում է Կորինթացիներին, եթե չեմ շփոթվում, կամ Գաղատացիներին, ասում է՝ «Գամ ձեր մեջ, ես ուզում եմ ձեր մեջ տեսնեմ Քրիստոսին»։ Ինչ է նշանակում տեսնել Քրիստոսին, այսինքն տեսնել մարդիկ, ովքեր որ պատրաստ են այդ խաչակրությանը, որին որ մեր Տերը գնաց, ամեն մեկն իր չափով։ Խաչակրության մասին մտածենք եւ խաչակրության սիրո մասին մտածենք։ Այդ խաչը պետք է տանենք։ Ուզենք չուզենք, նորից եմ ասում, մենք չեմ որ մեզ ստեղծել ենք, որ մեզնից դուրս օրենքներ հորինենք մեզ համար։ Ունենք Տեր Աստված է ստեղծել, սրանից չենք կարող փախնել։ Եվ օրենքներ է դրել։ Կարանք փախնենք, կլինենք անօրեն, որովհետև Աստծո օրենքները չենք պահում։ Եվ խաչակրությունը մեր ճանապարհն է, սա է մարդու փրկության ճանապարհը, այս խաչակրության սերն է, որից որ պետք է սկսենք։ Այնքան բան կա, որից որ պետք է սկսենք, որ մեկն ասենք։ Դեր այս ճանապարհը անձի կատարելագործման է տանում։ Միանշանակ։ Ինչ է տալիս կատարելագործումը մեզ, ինչ պիտի մենք։ Ինչ է տալիս այդ խաղաղություն։ Մեր Տերն ասում է իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ ոչ ոք չի կարող ձեզնից խլել իմ խաղաղությունը։ Կյանքի բոլոր իրավիճակներում տալիս է խաղաղություն։ Կյանքի բոլոր իրավիճակներում տալիս է ուժ դիմակայելու եւ ունես կողքդ օգնող, որն Աստված է, տալիս է իմաստություն բոլոր կյանքի իրավիճակներում առաջ շարժվել։ Մի պարզ տրամաբանություն։ Ով է ամենաուժեղ մարդը։ Ամենաուժեղ մարդը նա է, ով որ սխալ չէ։ Եթե սխալ ես, վերջը մի քեզնից ուժեղը կկանգնի քո առջև եւ քո սխալը քո թուլությունը նկատելով կարող է քեզ հաղթել։ Իսկ քրիստոնյան եւ քրիստոնեական պատվիրանները դա այն ճանապարհն է, որ դու չսխալվես,
Որն է ամենաուժեղ մարդը, ով որ հաղթահարել է մահվանը, ով որ ամեն օր պատրաստ է մահանալու։ Քրիստոնյան այն մարդն է, որը որ Քրիստոսով հաղթել է մահվանը։ Այսինքն ձեր ասած այս ամենը մեզ տալիս է ուժ, գիտակցություն, խաղաղություն եւ լուսավոր ապագա Աստծո մոտ։ Շնորհակալ եմ Տեր։ Աստված օր։ Ես հիշեցնեմ, որ Նոր հայացք հաղորդաշարի ընթացքում զրուցում էինք հոգևոր կյանքի մասին։